Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ես երբեք չեմ դիմել ձեզ, որպեսզի իմ ու եթերները տարածեք, բայց այսօրվա իմ այս տեսաուղերձը իսկապես կուզենայի եւ կխնդրեի, որ ինչքան հնարավոր է տարածեք, որպեսզի հասանելի լինի ավելի լայն մասաների եւ կուզենայի, որ այս տեսաուղերձը տեսնեին բոլոր կուսակցությունների ղեկավարները, նրանց անդամները, աջակիցները, համախոհները, կենտրոնական հեռուստաալիքների ղեկավարությունը, լրագրողները եւ հիմա ասեմ ինչու։ Արդեն մեկ շաբաթ է ընթանում են կենտրոնական հեռուստաալիքներում ընթանում են դեբատներ, հրավիրվում են քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։ Այդ քաղաքական ուժերը ներկայացնում են մեր հասարակության մոտավորապես մի 40%-ը։ Ենթադրենք ավելի շատ մարդ կմասնակցի այս անգամ մի 50%-ը, ոչ ավելին։ Այսինքն մեր հասարակության մյուս 50%-ը, որոնք չեն մասնակցում, ունեն այլ դիրքորոշում, չեն մասնակցում, որովհետև գտնում են, որ ընտրությունների միջոցով իրենց խնդիրները չի լուծվելու, ոչինչ չի փոխվելու մեր երկրում եւ դրա համար չեն մասնակցում։ Հիմա այսպիսի մի հարց, ժողովուրդ ջան, արդարացի արդյոք չէր լինի, որ այդ դեբատներին հրավիրվեր նաև այդ տեսակետը ներկայացնող, այդ դիրքորոշումը ունեցող որևէ քաղաքական ուժ։ Այդ քաղաքական դաշտում գործում են այդ տեսակետը ունեցող քաղաքական դաշտում գործում են ես որպես անհատ քաղաքական գործիչ եւ Արայան Կարենը, Լույսի բանակը։ Արդարացի չէր լինի, որ մեզանից որևէ մեկին նույնպես հրավիրեին։ Այսինքն մեր հասարակության այն 50%-ը, մեր հայրենակիցները, որ այլ դիրքորոշում ունեն եւ չեն մասնակցում, ճիշտ չէր լինի, որպեսզի նրանց դիրքորոշումը ներկայացնող որևէ քաղաքական ուժ նույնպես դեբատներին մասնակցեր։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ կլիներ, ճիշտ մոտեցում կլիներ, տրամաբանական, միգուցե այն 50% ավելի գիտակից են, ավելի խելամիտ են, որ չեն մասնակցում։ Դրա համար ես իմ տվյալները հաղորդեմ, իմ հեռախոսահամարն է 094 10 9505, սա իմ Facebook-յան էջն է, եթե հեռուստաալիքների ղեկավարությունը կտեսնեն իմ այս տեսաուղերձը, դիմեք, զանգահարեք ինձ, ես երեկոյան, այսօր երևի վերջին օրն է դեբատների, զանգահարեք, ես կգամ եւ նույնպես կմասնակցեմ, կներկայացնեմ մեր հասարակության այն 50%-ը, մեր դիրքորոշումը, ինչու չենք մասնակցում։ Սա առաջին։ Երկրորդ, դեբատների ժամանակ կուսակցությունները, ներկայացուցիչները մեկը մյուսին հարցեր են տալիս, եւ ես ունեմ ընդհանուր մեկ հարց բոլորին ուղղված։ Եվ ինչու եմ ասում տարածեք, որպեսզի գոնե համախոհներից, աջակիցներից որևէ մեկը լսի իմ այս հարցը, ձեր կուսակցության, այն կուսակցության, որին դուք աջակցում եք, ով այսօր լինելու է հաղորդման ընթացքում դեբատներում, թող այս հարցը բարձրաձայնի, դիմեք, թող բարձրաձայնի, եթե գտնում եք անհրաժեշտ է սա, տրամաբանական հարց է։ Հիմա ես հարցս ուղղեմ, իսկ ինչ որոշում կկայացնեք, արդեն դա ձեր գործն է։ Նայեք ժողովուրդ, 1991 թվականին մեր հայրենիքի այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքում հիմնադրվել է նոր պետական կառավարման համակարգ, կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Իմ հարցը հետևյալն է. ուղղված է կուսակցության բոլոր ներկայացուցիչներին, բոլոր քաղաքական ուժերին։ Դուք ճանաչում եք, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության
հիմնադիրները, անուն ազգանուններով, եթե ճանաչում եք, գիտեք, խնդրեմ, այսօր դեպատների ժամանակ բարձրաձայնեք եւ ասեք այդ մարդկանց անունները։ Միգուցե մեկ մարդ է եղել, միգուցե մի խումբ մարդիկ են եղել, անուն ազգանուններով։ Եվ կուզենայի, որ իմանայիք այն անունները, որը դուք կասեք, կբարձրաձայնեք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներն են ISSS մարդիկ, իմացեք, ես այդ մարդկանց հանդեպ մեղադրանքով քրեական գործ եմ հարուցելու, այսինքն մեղադրանքով դիմելու եմ դատական մարմիններին, որպիսի նրանք ենթարկվեն պատասխանատվության, թե ինչու առանց որևէ հանրաքվե անցկացնելու անկախության հռչակագրի այն կետը, որը վերաբերվում էր սեփականությանը, ժողովրդի սեփականությանը, գրված էր, որ ընդերքը, բնական ռեսուրսները, հողը, ջուրը դա ժողովրդի սեփականությունն է, նրանք առանց հանրաքվե անցկացնելու փոխարինել են եւ գրել, այսինքն խախտել են եւ գրել են սահմանադրության մեջ, որ դա պետության սեփականությունն է։ Դա իմացեք, որ եթե դուք անուններ տվեցիք այդ մարդկանց հանդեպ, այդպիսի մեղադրանքով ես դիմելու եմ դատական իշխանություններին։ Հիմա, իսկ եթե դուք չեք ճանաչում, թե ովքեր են այս պետության հիմնադիրները, ապա հարցս հետևյալն է, ապա ինչ տրամաբանությամբ եք դուք ընդհանրապես մասնակցում մի պետական կառավարման համակարգի ընտրություններին, օրենսդիր մարմնի ընտրություններին, որի հիմնադիրներին դուք չեք ճանաչում։ Ինչ տրամաբանությամբ եք դուք ընդհանրապես խոստումներ տալիս ձեր համախոհներին։ Դուք նույնիսկ չգիտեք այս պետության հիմնադիրները ովքեր են։ Միգուցե այս պետության հիմնադիրները Աբդուլ Համիդն ու Թալիաթ Փաշաներն են։ Դուք գիտեք, եթե չգիտեք, ինչպես եք խոստումներ տալիս։ Իսկ եթե գիտեք, խնդրեմ անունները տվեք, որովհետև ես ցանկանում եմ, ես փնտրում եմ այդ մարդկանց, որպեսզի նրանց վրա քրեական գործ հարուցեմ։ Սա երկրորդ հարցս, որ այսօր ցանկանում եմ բարձրաձայնել, եւ երրորդ հարցը։ 2021 թվականի ամիսը չեմ հիշում, 21 թվականի մարտ է մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալվել է։ Այդ մասին շատ լավ տեղյակ է հատկապես Քոչարյան Ռոբերտը։ Ես այս փաստը ճշտել եմ, թվով չեմ կարող ասել, մոտավորապես մի 20-30 փաստաբաններից, իրավաբաններից։ Իսկ առաջի անգամ լսել եմ, որ դա իրավախախտում է տեղի ունեցել Քոչարյան Ռոբերտի փաստաբաններից, անձամբ ես եմ իրենցից ճշտել, Ալումյանից, Վարդևանյանից եւ Խուդոյանից։ Տեղի ունեցել սահմանադրական կարգի տապալում Հայաստանի Հանրապետությունում։ Ես այդ մեղադրանքով դիմել եմ դատախազությանը, ոստիկանությանը, գործ չի հարուցվել, բայց դա չի նշանակում, որ դա այդ ակտը տեղի չի ունեցել։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Եթե սահմանադրական կարգ տապալվել է, դա նշանակում է, որ այդ օրվանից մինչև այսօր, մինչև սահմանադրական կարգ չվերականգնվի, ամեն ինչ անօրինական է։ Հիմա դուք մասնակցում եք ընտրությունների, սահմանադրական կարգը տապալված պետության ընտրություններին։ Հիմա ձեզանից որևէ մեկը, եթե հաղթեց ընտրություններում, եկավ իշխանության, ապա իմացեք, ես նորից դիմելու եմ դատական մարմիններին այդ նույն գործով։ Եթե դատական մարմինները արդեն ձեր իշխանության օրոք Փաշինյան Նիկոլին չդատապարտեցին, ապա իմացեք, դուք նույն զիբիլն եք, ինչ Փաշինյան Նիկոլը։ Իսկ եթե դատական մարմինները որոշում կայացրեցին, որ այո, սահմանադրական կարգ տապալվել է, ապա իմացեք, որ դուք մասնակցել եք անօրինական ընտրություններին, անօրինական պետության, անօրինական ընտրություններին։ Դուք ինքներդ անօրինական եք։ Դուք ընդհանրապես տրամաբանություն ունեք, 5 տարի առաջ դուք քաղաքականությամբ եք զբաղվում, 5 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունները
չեք հիշում, հիշողություն չունեք, ինչպես կարող է քաղաքական գործիչը ազգի մասին, ազգի շահերից խոսալ ու 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն, այդպիսի կարևոր իրադարձություն, նշանակություն չտա, որ օրենք է խախտվել, սահմանադրական կարգ է տապալվել այս պետությունում, ձեր համար դա նշանակություն չունի, ուրեմն դուք էլ դրա նման մեկն եք, ձեր համար դուք էլ կարող եք գալ ու օրենքները ինչպես ձեզ ձեռնտու է, խախտեք։ Դուք սա գիտակցում եք, որ դուք մասնակցել եք, հարցս հետևյալն է, դուք գիտակցում եք, որ դուք մասնակցում եք հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները, դա անօրինական ընտրություններ են։ Խնդրում եմ այս հարցերը բարձրաձայնեք, համախոհներ, աջակիցներ, ձեր կուսակցության ղեկավարներին, որոնք այսօր լինելու են դեբատների մասնակցելու են, այս հարցը թող բարձրաձայնեն։ Եվ թող բոլորը պատասխանեն։ Դուք գիտակցում եք, որ դուք մասնակցում եք սահմանադրական կարգը տապալված պետության ընտրություններին, անօրինական ընտրություններին։ Եթե դուք չեք հիշում 5 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, դուք ձեր համար նշանակություն էլ չունի, թե 100 տարի առաջ ինչ եղերն է տեղի ունեցել։ Այսքանը։ Շնորհակալություն, տարածեք այս տեսանյութը, դեբատներին դե ինձ իհարկե չեն կանչի, ես ինքս այդ հարցերը բարձրաձայնեի, ուղեի բոլորին այդ հարցս։ Դուք գոնե, եթե մի փոքր մտածում եք այս ազգի մասին, ձեր ղեկավարներին, ձեր կուսակցության անդամներին, ասեք, թող այս հարցերը բարձրաձայնեն, այսօր վերջի օրն է դեբատների։ Շնորհակալություն, ցտեսություն ձեզ։